Պացիենտներ ունենք, որ վիրահատությունից առաջ Նարեկը դնում են բարձի տակ կամ հետս կարան վիրահատարան վերցնեմ։ Ինչ կասես այս առումով, ունի Նարեկը այն միստիկ էֆեկտը, թե Նարեկը կարդալով պետքա հասնել այդ առողջությանը, ոչ թե Նարեկը ձեռքի տակ պահելը, որովհետև շատերը Նարեկը ամեն տեղ պահում են մեքենայում, չգիտեմ, պայուսակում, բայց տող կարդացած կարող է հնարավոր չլինեն հենց մեքենայում։ Ես գամ ընդհանուր օրինաչափություններից։ Նախ պիտի ասեմ, որ քրիստոնեության մեջ դա մշտապես կա, որ կան հրաշքներ ու սրբերի հետ կապված այդ հրաշքները միշտ եղել են։ Շատ վաղնջական ժամանակներից սկսած սրբադասման կարգը, երբ ինչ-որ մարդուն պիտի հռչակեին սուրբ, ուներ մի քանի հստակ նախապայման։ Բացի նրանից, որ ինքը պետք է հստակ մեծ ներդրումն ունենար եկեղեցական կյանքի մեջ, վկայություն լիներ իր առաքինության, իր սրբակենցաղ կյանքի եւ այլն, եթե իհարկե նա նահատակ չէր։ Նահատակներին հեշտ է, թե մարդ իր կյանքը տվել է հանուն Հիսուս Քրիստոսի, արդեն ինքնըստինքյան դա հիմքեր սրբադասելու։ Բայց եթե մարդը չի նահատակվել, ապրել է, հիմա ոնց հասկանաս այդ մարդուն պետքա սրբադասել, թե չէ։ Այդ սրբադասելու նախապայմանը եղել է նաեւ հրաշքները։ Նախապայման կար այդ մարդու գերեզմանի մոտ, այդ մարդու մասունքների մոտ, այդ մարդուն դիմելով հրաշքներ եղել են թե չէ, հրաշքների վկայություն կա թե չէ։ Եվ որպես կանոն սրբադասում էին հենց այն մարդկանց, որոնք հրաշքներ էին գործում, այսինքն դա բնականոն մասն էր քրիստոնեական կյանքի։ Սրբերը իրապես բժշկում են, սրբերի աղոթքները իրապես ունեն զորություն։